Արմենուհի Ղազարյան։ Մեծարգո նախագահ, հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Այսօր շատ խոսվեց կրթությունից եւ կրթական ծրագրերից կատարված, ես նույնպես ուզում եմ անդրադառնալ մի ուշագրավ դրվագի։ Վերջերս համացանցում ուշադրությունս գրավեց մի տեսանյութ, որը ներկայացնում էին Էջմիածնի թիվ ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները, դասը անցկացվում էր Զվարթնոց տաճարում, պետական չափորոշիչի շրջանակում նախագծային աշխատանք էր քաղաքակրթությունների բախում խորագրով։ Երեխաները բեմականացմամբ հանդես էին եկել իրենց յուրահատուկ լուծումներով, ներկայացնելով հայկական հեթանոսական շրջանի իրականությունն ու աստվածներին։ Հետազոտական նախագծային դասերը շատ լուրջ ճանաչողական նշանակություն ունեն։ Այս ճանապարհով մեր սերնդին ավելի ենք մոտեցնում գրքին, գրականությանը, մշակույթին, խորքային արժեքներին։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, Ազգային ժողովի բաց դռների շրջանակներում հանրակրթական դպրոցների աշակերտների հետ ունեցած շփումների ընթացքում եւս մեկ անգամ համոզվեցի, որ կառավարության գործադրած ջանքերի շնորհիվ պետական չափորոշիչի հիման վրա իրականացվող այսպիսի գիտելիքահեն նախագծային դասերը տալիս են իրենց ցանկալի արդյունքները։ Նորից ու նորից գալիս եմ այն համոզմունքին, որ կրթության որակի բարձրացումը այլընտրանք չունի։ Շնորհակալություն։